ներկայացուցիչ, գիտեմ, որ այստեղ այսօրվա հավաքի նախաձեռնողներից մեկն էլ դուք եք, ինչ եք ակնկալում կառավարությունից, եթե եկել եք այստեղ։ Տեսեք, իհարկե, տեսեք, ուրեմն օրենք ընդունվեց, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հաշվապական իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները պետք է պարտադիր աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում։ Ուրեմն այդ քննարկումները, որ կատարվել են, քննարկումների ժամանակ մեր ձայնը լսելի չի եղել, մեր օբյեկտիվ դիտարկումները հաշվի չի առնվել եւ մենք ակնկալում էինք, որ պետք է քննարկումներ կատարվեր, մեր դիտարկումները լսելի լիներ, որից հետո նոր օրենք ընդունեին եւ ընդունելուց հետո էլ օրենքը պետք է ուժի մեջ մտներ 2026 թվականի հունվարի 1-ից։ Մենք ունենք երկու հստակ պահանջ, առաջինն է, որ կան աշխատանքային խումբ ձևավորեն, լսեն մեր դիտարկումները, մեր մասնագիտական դիտարկումները, քանի որ օրենքի ընդունելուց առաջ նախագծի ներկայացման փուլում մեզ հստակ չեն ներկայացրել հիմնավորումներ, թե ինչ հիմնավորումների վրա են օրենքը ուժի մեջ ընդունել։ Եվ երկրորդը, որ եթե արդեն համարենք, մենք էլ որ ընդունենք, որ օրենքը պետք է ուժի մեջ մտնի գոնե 2026 թվականի հունվարի 1-ից, տեսեք, իմ խորը մասնագիտական դիտարկումներով 2026 թվականի հունվարի 1-ից եթե օրենք ուժի մեջ չմտնի եւ այլ ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից, մեզ բարդություններ են առաջացնելու, որովհետեւ ուրիշ բան է հաշվապական հաշվառումը վարվել շրջանառության հարկի դաշտում, ուրիշ բան է ընդհանուր հարկման դաշտում եւ տարվա կեսից հարկման դաշտի փոփոխությունները մեզ դժվարություններ են առաջացնելու։ Ինչ դժվարություն, օրինակ շրջանառության հարկման դաշտում դրամարկային գրքի վարում չի իրականացվում։ Շրջանառության հարկի դաշտում փաստաթղթի շրջանառությունը այլ է, քան ընդհանուր հարկման դաշտում։ Գործընկերներին պետք է առաջարկվի բարձր արժեքներ։ Տարվա կեսից 2-3 ամսվա ընթացքում առաջարկել բարձր արժեքներ գրեթե հնարավոր չի լինի եւ երրորդը մեր դիտարկմամբ այս օրենքի փոփոխությունները ոչ թե բերելու են ստվերի դաշտից շրջանառության հակ վճարողներին, որ անցկացրեցին ընդհանուր հարկման դաշտ, ստվերի դաշտից բերելու են օրինականության դաշտ, այլ հակառակը օրինական դաշտում աշխատողները անցնելու են ստվերի դաշտ։ Մեր դիտարկումները սրանք են եւ մենք խնդրում ենք, որ մեր ասածները լսելի լինի եւ եթե օրենքը ուժի մեջ է մտնելու, գոնե ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, մինչ այդ կատարվի քննարկումներ։ Այս է մեր առաջարկությունները։ Անպայման պետք է փոփոխություններ լինի։ Կամ կառավարությունը պետք է փոխի, կամ սրանք ես չունեմ։ Ինչ ասեմ, եթե դուք ժողովուրդ գրագրումների շուրջ կա, մի բան ասեմ, ես գլոբալ կարգավորման մասնակից եմ բացի, դուք, ուրեմն լսեք, ես կանխատեսումներ կանեմ, 3-4 հետո ամբողջությամբ կարակ, որ լրատվում, դուք հետևել ես հասկացա, հետի հլտեղ չգինի, ես ավերիչ երևույթներ եմ ասել, դու որոնք սաղ կատարվել են, կարակ հատապետի հինի ես չած առանձին պրանք բան անեմ, ձերը որն լսի, ես նեղ բանում եմ, Ադրբեջանը բռնացավ մեծ ավերակիչներ Ոչ չկեսով դուք մեկ առանձին դուք, արան, ես